Հիմա եկեք ուրեմն եթե չեք առարկում արգելի գործընկերներ, լսենք իրավազորության հետ կապված մտահոգությունները, միջնորդության հետ կապված Տիկին Սաֆարյանը ինչ նկատի ուներ, Տիկին Սաֆարյանը նկատի ուներ արդեն բազմիցս այս ընթացքում ամսի 19-ից հետո շրջանառվող եւ դատարանի փաստաթղթաշրջանառության մեջ արծարծվող եւ լրատվականներում արծարծվող այն հարցին, ովքեր իրավունք ունեն դատավորներին ինքնաբացարկի մասնակցության աննայունության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել կամ այդ հարցը բարձրացնել, արդեն պարզաբանվել է, որ այդ հարցը կարող են բարձրացվել միայն սահմանադրական դատարանի դատավորների կողմից։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, ինչպես վարվենք, եթե կողմերի կամ կողմերից որևէ ներկայացուցիչ ունի այդ տեսակի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն։ Դա դատավարական լեզվով միջնորդություն չի կոչվելու արգելի գործընկերներ, այսինքն ինքը ստանդարտ միջնորդության քննարկման կարգով չի քննարկվելու։ Մենք լսենք մտահոգությունը դատավորի մասնակցության աննայունության վերաբերյալ։ Մենք լսենք տեղեկատվությունը կամ դիտարկումը, որը կներկայացնի կողմի ներկայացուցիչը դատավորի մասնակցության աննայունության վերաբերյալ։ Եվ եթե դատավորներից որևէ մեկի մոտ այդ մտահոգությունը իրոք որևէ մեկին հիմնավոր կթվա եւ դատավորներից որևէ մեկը սահմանադրական դատարանի կբարձրացնի այդ դատավորի այդ մտահոգություններով, դիտարկումներով պայմանավորված դատավորի մասնակցության աննայունության հարցը, ապա այդ ժամանակ միայն դատարանը կքննարկի այդ հարցը, արգելի գործընկերներ։ Եթե պարզաբանումս բավարարում է, խնդրեմ այդ դեպքում դատարանի իրավազորության հետ կապված այս պահին գոյություն ունեցող բոլոր դիտարկումները, բոլոր մտահոգությունները հայտնեք քաղաքական կոռեկտության զսպվածության շրջանակներում առանց որևէ կերպով անդրադառնալու որևէ կերպով վտանգի տակ դնելու դատարանի հեղինակությունը արգելի գործընկերներ։ Մենք դրանք անմիջապես կասեցնելու ենք։ Խնդրեմ, ով է պարոն Վարդանյան, այո, հիմա ձեր այդ մտահոգությունները հայտնելու ժամանակն է։ Շնորհակալություն բարձր դատարան, կրկին